Յուրաքանչյուր կանխված պատահար փրկված կյանք է, իսկ յուրաքանչյուր կյանք անգնահատելի արժեք։ Այս գիտակցությամբ եւ հանրային անվտանգության ապահովման հանձնառությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը 24/7 ռեժիմով ամենօրյա ծառայություն է իրականացնում, նպատակ ունենալով նվազեցնել եւ բացառել ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահվան ելքով դեպքերը։ Ցանկալի արդյունքի հասնելու նպատակով ներքին գործերի նախարարությունը, որպես քաղաքականություն մշակող լիազոր մարմին, շարունակաբար լավարկում է օրենսդրական դաշտը։ Պարբերաբար իրականացվում են ուժեղացված ծառայություններ, թիրախային վարչարարություն եւ իրազեկման բազմաբնույթ արշավներ, նպատակ ունենալով խթանել հանրային վարքագծի այնպիսի փոփոխություն, որտեղ գերակային պատասխանատվությունը, զգոնությունն ու սթափությունը։ Արդյունավետ լուծումները պայմանավորված են թե տեխնիկական, թե մարդկային գործոններով եւ պահանջում են ներառական ու ինստիտուցիոնալ մոտեցումներ, հասարակության ակտիվ մասնակցությամբ։ 2014-ին, երբ հանրապետությունում գրանցված էր 482,876 ավտոմեքենա, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 297 մարդ։ Մինչդեռ 2025 թվականին շուրջ 1 միլիոն գրանցված ավտոմեքենայի պայմաններում զոհերի թիվը եղել է 283, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 50-ով, իսկ 2024-ին 2023-ի համեմատ նվազել է 45-ով։ Այսպիսով, 2024-2025 թվականների ընթացքում հանրապետության ճանապարհներին խնայվել է 95 կյանք։ Ակնհայտ է, որ ներքին գործերի նախարարության ոստիկանության հենասյունային ուղղություններից բարեկային ծառայության ձևավորմամբ էականորեն մեծացել է ճանապարհային երթևեկության նկատմամբ վերահսկողությունը։ Մահվան ելքով ավտովթարները հիմնականում արագության գերազանցման պատճառով են։ Եթե 2014 թվականին արձանագրվել է սահմանված արագության գերազանցման 28802 դեպք, ապա 2024-ին եղել է 82051, իսկ 2025-ին 108576 դեպք։ Այդ համատեքստում կանխարգելիչ նշանակություն ունեն նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու դեպքերը, որոնց թիվը զգալիորեն աճել է։ Եթե 2014 թվականին տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկվել է 90 անձ, ապա 2024 թվականին վարորդական իրավունքից զրկվել է 5696, իսկ 2025-ին 5435 անձ։ Ճանապարհատրանսպորտային անվտանգությունը պահանջում է համալիր մոտեցում, ներառելով իրավապահ մարմինների վերահսկողության ուժեղացումը, վարորդների եւ հետիոտների իրազեկվածության բարձրացումը, կանխարգելիչ ու կրթական ծրագրերի իրականացումը։ Միայն այս ճանապարհով է հնարավոր նվազեցնել պատահարները, ձևավորել առավել անվտանգ միջավայր եւ պահպանել քաղաքացիների կյանքն ու առողջությունը։